Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուց նոր վլոգ, առավոտ շուտ սկսել եմ։ Ով է թափել։ Դե տար մաքրի։ Ասեցի մի հատ թեյնիկը լվանամ, մի հատ սուրճ խմենք աղջիկներս ու տեսնենք ինչ ենք անում այսօր։ Ասեմ շատ դժվարությամբ եմ մարտնացել, ընդհանրապես չի ուզում մարտնանամ։ Լինում է իմ մոտ էլ այնպիսի օրեր, որ ոչ մի բան բացարձակ չեմ ուզում անել։ Բայց հենց այդ ժամանակ եմ ոտքի կանգնում եմ, որ ի սրտե ուզում եմ միայն պարկել, ոչ մի բան չանել, աչքերս փակել եւ վերջ։ Բալես լվանում եմ թեյնիկը։ Բայց հենց այդ ժամանակ ասում եմ Աննա ջան, ես հենց եմ պահնա, որ պետքա ոտքի կանգնես ու անցնես առաջ, չպարկես, թամբալանաս։ Դե գիտեք, որ մի օր մի բան չես անում, այդպես երևի մի 2-3 օր տևում է։ Իմ մոտ օր է եղել 3 օր տևել այդ ընթացքը, որ ոչ մի բան բացարձակ չեմ ուզեցել անել, որ ուղղակի պարկել ու վերջ։ Բայց հիմա ինքս իմ հետ էսպես կռիվ տալով ոտքի եմ կանգնել, անցել եմ դրսից գործերը վերջացրել եմ, որովհետև Գյորգին արդեն աշխատանքի է։ Հիմա խոզերի հետ կապված էլի այդ գործերս վերջացրել եմ։ Եկա խոհանոց աման չաման ունեի լվացի, ասեցի մի հատ թեյնիկը խելքի բերեմ ու նոր միար հետ մի հատ սուրճ խմենք։ Հենց այս պահից մեր վլոգը սկսված է, մեզ բոլորիս հիանալի օր եմ մաղթում։ Ձեզ ով ասեք ակ հասնեք բակ։ Եկել են հասել են բակ։ Երեքն էլ ես մաքրում, լվանում, տեղը տեղին պահում, դուք գալի կեղտոտում։ Աղջիկներ ջան, ծնունդ եմ ընդունում։ Մեր խոզը ծննդաբերում է։ Գյորգին զանգեցի, ասեց արդեն գալիս եմ։ Ինքը խոտով իր տեղն է ուղում։ Հիմա պետք է գնամ բերեմ, որովհետև շատ քիչ է։ Այդպես, ասեց արդեն տուն եմ գալիս։ Շուտով կհասնի, մինչև հասնի ես իր կողքը կլնեմ, որ գա արդեն ընդունենք ծնունդը։ Հիմա միայն ասում եմ խելոք մնարի, մինչև Գյորգին գա տեղ հասնի։ Ես այտենց պրոֆեսիոնալ ծնունդ ընդունող չեմ, բայց ամեն դեպքում ստեղ կլինեմ, ինչով կկարողանամ խոզուկին կօգնեմ։ Առաջին անգամ ինքը ծննդաբերում, դա տեսնենք ինչ տեսակ մայրա խելոք հաչարա, ներվերու տողա թե չէ, խոզ ա եղել, որ ահավոր ա եղել, չի թողել ձագերին մոտիկ գնանք։ Գյորգին եկավ հասավ, աղջիկեք ջան, ժամը արդեն 9:15 է պակաս, քանսից անդեղ կանգնած եմ։ Գնում գալիս է, այն մի գոմից այն մի գոմ եմ տանում այդ խոզին, դռները ջարդելով փախնում է։ Վերջ ես հանգիստ կարամ տուն գնամ։ Նու տունն ասելը որն է գնամ մի հատ երեխեքին տենամ գամ, մի հատ կոֆե դնեմ, կոֆե խմենք, խոզի հարցերը լուծենք։ Պարկեց հլը։ Լտս այ ոնց իրարա հոնորեց։ Ավիրեց։ Խազերն էլ իմ կողքից անպակաս։ Ման եկավ, պարկեց։ Եկեք գնանք մի հատ կոֆե տնեմ, կոֆե խմենք, միջև սկսվի ծնունդը ընդունենք։ Այսօր միասին ենք խոզի ծնունդը ընդունելու։ Ֆայլմս չեր հասնում ես բակի լույսը վառեի։
Նորից նոր դուռ ես հավաքելու։ Նոր դուռ ես հավաքելու։ Պուճուրը։ Այ հողի մեջ է։ Հանդեղ մնաց գիտես։ Ես Արսենից ուզեցի այդ սղոցը։ Հողի մեջ մնաց ջուր կապեցինք ու ջուրը կիսատ մնաց։ Դե հիմա Աննաջանարի գնա։ Ուե մամա ջան։ Եկեք դե մի յար հետ գնանք անք։ Գիշերով հողում ասում։ Մեկը տեսնի կասին ջանում լույսը վառած։ Նորմալ ջուրը չկարողացա կապեմ խոզի պատճառով։ Ստեղ թողեցի, հա հես։ Գյորգի աշկից հեռու։ Առավոտը շուտ ջուրը կկապեմ։ Առուներով եմ ջրում, տեսեք։ Այս կողմն էլ եմ լավ ջրել եմ։ Ամենտեղ մի բան թողել եմ։ Ինչ անեմ երեխեք ջան։ Այն գործից վազում ենք այն գործին, այն գործից այն գործին։ Ինչ սիրուն է երկինք։ Ինչ է, շուրուբավոյ։ Շուրուբավոյ տսպոր։ Էլա շուրուբներ կուլը։ Սպաները բրնադ է։ Հենց սենց։ Չես է բրնադ։ Զանիմ է։ Անայս է բրնադ է։ Մի քիչ բարձր չանես, որ գոջիները տակից դուրս չգա։ Բարձր չէ, չի գա դուրս։ Հա։ Այս սենց պետք է պահվի։ Պայան։ Պահած։ Ես ստեպ։ Նա ձգեն։ Ինքը սխնելուց ինքը չխաղա ջոկիր արա։ Ժամը 6:30-7 հատանից դուրս եմ եկել։ Նոր տուն եմ գալիս, մի հատ սուրճ խմենք։ Խոզի մոտ էի։ Պախակի կամն է։ Տեսնեմ։ Հանկարծ ծայք է ինչ եմ ասել։ Հա? Հա։ Հանկարծ ծայք է ինչ եմ ասել։ Բայց ո՞վ է։ Այսպես։ Քանի որ սիրում ասում կիտապակա։ Ժարի տանեմ է կիտապակին։ Այսօր այդ խոզը մեր գլխին բավականին այսպես փորձանքներ բերեց, ասկեք ջան։ Էլ առավոտ շուտ փախել էր, հետո Գյորգյանք կոմն էին տարել ու նոր գնացել էին ու պոչն էլ է համով, պոչով եմ սարքում ու բանը արդեն որ սկսում էր որ պետք է ծննդաբերել Գյորգին ասեց տար իր գոմ 5 գոմը որտեղ դուռը մի բանով փակի մինչև ես գամ սարքեմ այդ գոմ տար աղջիկ ջան ու ինչ եղավ այդ գոմից անես փոխավ որ ահա որ վախեցա ասեց ես այնց այստեղ մեկից մեկ կանի խոզը
վրայովս կբարձրանա, բայց չէ, նորից գնաց են 5 գոմը։ Այդպես վախեցա լիքը այսօր։ Չէ, լծայներն է չի գալի։ Էլինան դուրս էր եկել, հալա չէր եկել, մամ ուզում եմ կամ մոտ է։ Ասի կալես խելովում է, սա մաման գալիս է։ Առավոտ շուտ, աղջիկս լոգանքա ընդունել, մազերը մի փոքր չորացրել եմ։ Հիմա հələ սպասի խուճուշները ցույց տամ։ Հիմա ուզում եմ իր այդ սիրուն լոկոնները ցույց տամ, չի թողնում։ Վայ։ Լնայեք աղջիկ ջան։ Սենց խուճուճ, սենց սիրուն։ Երիկս իրա ասում է խուճուճ, ասում է խուճուճ եմ, դու ես խուճուճ։ Այ խուճուճ։ Ով եկավ։ Հելենային ով եկավ։ Հələ մոտի կարի տես։ Հելենայի ով եկավ։ Ես եկա։ Խուճուճ։ Բաղդիկը տանուշ։ Ապրեմ։ Բա, առավոտ շուտ։ Մի հատ ասում եմ, մամա, մազերս չորացրու։ Չորացրեցի շատ թեթև, որ իրա խուճուշները չկոտրի սենց, հա, սիրուն լինի։ Լավյա սենց արա, մամա ոնց անեմ։ Մամա կյոնք։ Աղջիկներս առավոտ շուտ, 6:30 արթնանում եմ և մի անգամից գնում եմ գոմ, գնամ տեսնեմ, մեր խոզը արդեն իր ծագերին ունեցել է, կերակրում եմ, եկա ուրախ Գյորգիին արթնացրեցի, ասեցի, որ ամեն ինչ լավ է անցել և 6:30 սուրճ խմեցինք, այստեղ լոբիա մնացել, սարքած, հիմա պետք է սպասում եմ արևը մի փոքր կոտրի, նորից գնամ լոբի հավաքելու ու տեսնեմ, կարող է արդեն սկսեմ կարտոֆիլը հանել, բայց մինչև այդ մի հատ սուրճ խմենք միասին, որովհետև օրս ձեր հետը սկսեմ, որ ձեր հետը վերջացնեմ։ Ինչու եմ սուրճը մենակ խմում, Սուսան տատիկ այստեղ չի ստավրապորում է, իր քույրիկին է հյուր գնացել, նրա համար մենակ եմ սրճում, թե չէ այս ժամերին ես ու սկեսուրս ենք յարել սրճում։ Հաճան։ Հա ուրա քո բրոշկեն մազերդ հավաքեմ հանգած յուղ չլինի կյանք։ Ուրա։ Մազերդ հավաքեմ, որ յուղ չլինի, Էլինա ջան։ Հա, սիրուններ ջան։ Էդ էլ էդպես։ Երեկ Գյորգի ժամը 1 անցա քնել, արդեն ուշ էր, ես էլ չդիմացա 12-ն անցեր, ասեցի գնամ պարկեմ, հենց ձեն ձուն կլինի, ինձ ձեն կտաս։ Բայց առավոտ շուտ արթնացա, մի անգամից ուղեղումս խոզերն էին, գնացի տեսա, ինչ լավ էր անցել, լավ ունեցել էր։ Հայ ջան։ Հիմա էլ սենց 15-20 րոպեն մեկ գնում եմ ստուգում գալիս, մեկը մի փոքր թույլոտ է, լույսի տակ եմ դրել, որպեսզի չորանա էլի, կարողանա ուշ հավաքել և ոտքի կանգնել։ Իսկ այն մնացածը լավ են, աշխուժ են։ Հայ ջան։ Հա, էսա գալիս եմ, մի հատ կոֆե խմեմ ու գամ։ Պլանավորում եմ բազուկ գազար ունեմ, դդմիկ ունեմ, քերիչով անցկացնեմ, տեղափոխեմ սառցեխցիկ, այդ ընթացքում մի հատ համեղ կեքս թխեմ գազարով, տեսնենք, կամ գազարով կթխեմ, կամ մեկ այլ բան,
Կամ պեչենիներ կթխեմ, հələ որ մտածում եմ ինչ կարելի է թխել, բայց դե բոլորն էլ կարելի է թխել։ Հիմա տեսնենք։ Մի բան կանենք։ Սոճի բաժակը, ասում են մեծ օբոյզ մեջ չի երեխեք, նորմալ կոֆեի բաժակը։ Հա։ Սիրունացնում ենք ամեն դեպքում։ Եկեք մի հատ սուրճ խմենք աղջիկեք ջան, էսա կսարքեմ բալես ու գնանք կաթով դիմակ պատրաստենք դեմքի համար։ Որ մեկն ես ուզում կարմիր։ Հա։ Դե մի հատ էլ տարա Էրիկին տուր, սառնանից մեկը վերցրու տար Էրիկին տուր։ Մի հատ դեմքի դիմակ պատրաստենք կաթով, ոստլայով, ծվով, երկար ժամանակա չենք պատրաստել։ Քանի որ ինձ շատ են գրում Աննա ջան, ինչ ես անում, որ դեմքդ տենց փայլում է, ինչպես տեսնում եք, ես դեռ քսված չեմ, ոչ մի կրեմ, յուղային ինչ-որ բան չկա իմ դեմքի վրա, բայց իմ դեմքը շողշողում է։ Եվ ահա, տեսեք, փայլում է։ Իսկ որ մի փոքր էլ կրեմ եմ քսում, մի հատ էլ էսպես ինչ էր անունը։ Ռումյանան չեն մեկը։ Վայ, այն որ փայլացնում է էլի։ Բրոնզ, չէ, ինչ էր անունը, Աստված ջան։ Մի խոսքով հասկացաք ինչա։ Այդ էլ որ մի փոքր քսում եմ։ Հայլաթր։ Սկսում է փայլել։ Ես երեխեք քսվել եմ շատ հեռու մարդ եմ։ Ամեն օր ես ինչ ձև չեմ քսվում, տենց չեմ տիրապետում, ասենք մենակ շրթներ եմ քսում կամ մատիտ, տուշ, վերաներ եւ ռումյանա մի թեթև ու կրեմ։ Պուդրիներ, տենց բաներ չեմ օգտագործում, որովհետեւ բոլորովին կարիքը չեմ զգում։ Ես սիրում եմ իմ դեմքը թեթև լինի, շատ ծանրաբեռնված չլինի, տարբեր կրեմներով եւ պուդրաներով եւ այլն, շատ թեթև եմ ես դիմահարդարվելուց հետո կամ օրալինում ընդհանրապես չեմ դիմահարդարվում, կարևորը դեմքի խնամքն է, որ մաքուր լինի, ակուրատնի, փայլուն, փափուկ եւ այլն։ Կոնֆետները ստարան։ Հատ սուրճ խմենք ու անցնենք դիմակ պատրաստենք, այսօր օրը դիմակային է։ Նենց էլ ունեմ դիմակներ, բայց իմ պատրաստած ինձ ավելի շատ է դուր գալի, քան այդ խանութի դիմակները։ Տարբեր տեսակի առել եմ թանկել, էժանել, ճիշտ է մի փոքր այսպես թարմացնում է, սառնա, հա, բայց ամեն դեպքում տնականը լրիվ ուրիշ է, քրքմով, ծվով, բանանով, կտավատով, լիքը դիմակներ ունեմ, ժամանակին լիքը պատրաստում եմ, ժամանակին կարելի ասել 3 օրը մեկ դիմակի է դնում, երևի դրա արդյունքում է, որ իմ դեմքը այսպիսի տեսք ունի, մաքուր, խնամված, սիրուն, չգիտեմ, կամ ասում եմ, որ բոտեքս արած եղնես, բայց ոչ մի բան չեմ արել, ինչ բոտեքս։ Նու ասում են կնճիր չունես եւ այլն։ Մտածում եմ հիմա դեռ տարիքը չի այդ կնճիր ունենալու, տարիքի հետ ամեն ինչ կլինի, որ արդեն ներսից ծերություն է գալիս։ Հələ ես ինչ ջահել եմ զգում։ Եկան ռեժի ասինք խոզերն են ռեժի դուսեք 3 հատ է ռեժի, թե 4 հատ է։ Ինչ լավն է, բայց չալին, հələ։ Բերենք լողացնենք մեր խոզուկին, կերելա, ուտեպ կես, սիրունս, հո, իմ աղջիկ,
Գիտեք չէ ինչ վայրենի էր ինչքան էր վրես հարցակը։ Մի հատ պուճուրը կա, մենակ պուճուրը։ Արի, սա մեզ կուտ։ Աննա, այդ ամենավերևը։ Ես նրանք տալ եմ սաղ եմ վերևն եմ գցել։ Ջուրը հատելա։ Ջուր տանեմ տամ խմի։ Ինձ լավ է պուճուր, վայ աստված։ Տանեմ ջուր տամ խմի։ Մեկ արևա, մեկ հովա, չգիտես ինչ եղանակա։ Նայք, ծուն գցել են գետնին։ Լդուս արի։ Վայ քո, չջարդես տանեմ խոզս ուտի։ Հələ նայք։ Եկել է տեսնեմ ձու ունեն թե չէ։ Տանեմ խոզին տամ, ինքը այս վիճակում պետքա շատ ձու ուտի, որ կարողանա ուժ ունենալ։ Եթե չգիտեք, իմացեք, եթե կես չի ուտում, ծննդաբերելուց հետո մի հատ ձու եք քթի տակ կոտրում, ինքը արդեն սկսում է ուտել։ Տեսեք, ես 2 տարվա մեջ ինչքան բան եմ սովորել։ Գցեցի իրան։ Հա, մի հատ գցեմ, կեր լցրեցի, ջուր լցրեցի։ Իմացեք, դուք էլ ես մեթոդը օգտագործեք։ Այ, պետքա կերի մեջ ընգներ։ Նայք, հիմա չի ուզում կատտա։ Բա ոնց անեմ այդ գերեծուններ կերի մեջ։ Կավա, բացեմ ինձի կծի։ Իրան ուժա պետք։ Խելոք, մաշու ջան, խելոք։ Ծոնա ջան, ռիսկդ փող կալը ոնց անեմ ինձի։ Չէ, ինքա կուտի։ Ինչ խելոք մերա, հլա նայք։ Էդ էլ այդպես։ Ոնց եք, լավ եք։ Երեք խոզի հետ խոսում եմ, ես Արմինեն ասում, աղջի ջան, նենց ես խոսում, ոնց որ քեզ լսեմ հասկանում են։ Ասեմ, նույնիսկ խոզեր իմ լեզուն հասկանում են, արխային։ Անցակ։ Տուն։ Երեք շատ ծանր օր եմ ունեցել։ Փորձություններով լի։ Գնացինք դիմակ պատրաստենք։ Պատրաստում ենք դիմակ դեմքի համար, աղջիկեք ջան, մեզ անհրաժեշտ է 1 ձվի դեղնուց, 2 ճաշի գդալ կաթ, դեմքին ավելացնում ենք կուկուրուզի կրախմալ, 2 թեյ գդալ առնում ենք և կսում ենք դեմքին։ Ահա ավելացնում ենք կրախմալը, ելին այջան կամանց բալես և խարդում ենք այնքան մինչև ստանանք համասար զանգված։ Կդնես Աննա, դիմակ, հե? Չէ, էսի ոչ դեմքը տավարեմ, ոչ չգիտեմ ինչ անեմ, ես կաթով հայլացնող սնունցող դիմակա։ Սարնա, սարը կդի ուդես, տակ չկդի ուդես։ 10 տարի կջահելանանք, պատրաստա։ Կսում ենք դեմքին, թողնում ենք լավ չորանումը ու լվացվում ենք հոլ ջրով, վերջում ենք կսում ենք խոնավեցնող կրեմ։ Ահա և գաղտնիքներից մեկը գեղեցիկ դեմք, գեղեցիկ մաշկ ունենալու համար։ Մազերը վերև ենք հավաքում։
ու արդեն կսում ենք մեր դիմակը։ Վերցնում ենք կիստочка, որը որ պետք է տարածենք ու սիրուն կսում ենք։ Ույսիշ լով սորներ։ Սորն է։ Լավ տարածում եք ամբողջ դեմքով։ Պարանոցն էլ կարող եք կսել։ Արիաննա, այդ հարմացի։ Հա? Դեսի ձեր համար չի։ Ես կսում եք տապետը մնումա, մի հատ է վրայից հարմասրեք, որ ինքը լավ սնունցի ձեր մոշկը։ Համրջանես ու սողներ։ Նրանից էր սառը, որ կատի ուզնում սառնարանում էին։ Թող Էլինա ջան, թող որ տեսնեմ, Հայլինա ուզում տանի։ Այդ դիմակը կարող եք սառնանում պահել, 4-5 օր ոչ ավել, և կարող եք ամեն առավոտ, հիմա հարդարվելուց առաջ կսել, ոչ դեմքա վառում, կարող հանգիստ արևտակ մանգակ, ինչ-որ ինքը հագացուցված ոչ մի բան չունի։ Հələ թող Էլինա ջան, ինքը սովորական կաթ է, դեմքը սնունցում է, ոչ վառում է, ոչ չգիտեմ։ No։ Չի կարելի, չէ երեխեք։ Ուղղակի համբերատար սպասեք, որպեսզի չորանա։ Չոյ պետք չի սենց լավա։ Նվալուս նոր է լուծմը, որ լավ կարճա։ Կսես թե կսեմ։ Դանայ։ Ու խոչ։ Ես իշ լավն է։ Լավ սորցնում է հլը։ Յան պագի։ Հեսա կասի ինձ էլ արա։ Հադին, այե։ Նայ ասում այլու մեջ։ Բայ աշկիտ էդ մի կոմից գնաց։ Նայեմ։ Որ աշկիտ մեջ չլսվի։ Կսես։ Քեզի չի կարելի։ Դա ապասը, դա Զազիշ ջան։ Էսի մամաների համար է։ դա, Երեխաների համար չի։ մավոտ դա, Դա։ դա, Դա։ դա, Ահա։ դա մամա, Հա, որ մեծանաս, մաման քեզ տնական բաղադրատոմսեր կտա, դու կդնես դեմքիդ, հա։ այ խաչու, Դու չես ուզում, տամ, խաչի դացիմա, հարսիկն է ուզում, ահա։ Դա։ Այս ամիտազ րոպե մնա, մի հատ է կթարմացնենք։ Ինչպես տեսնում եք, արդեն ինքը լավ չորացել է աղջիկներս, այն որ ես չեմ կարողանում խոսալ, ահա որ այսպես սիրուն ձգել է։ Ինչ։ Էսպերի կոստյում չանից։ Յո, կապուտից անցանք բերին, Սպելին իմ կանսա, սիրում է։ բա կապուտըտ ինչը տեր։ Կապուտն էլ եմ սիրում, բայց… Ձգվեց դեմքդ։ Տենց մի արա, ուղղակի սենց խոսա հանգիստ, մի բան արա, ծրպր։ Սիրում է։ Հա, մի հատ զակաստը։ Պախտորնի։ Չորնի։ Չէ, լթացա։ Չէ, հələ քոնը լթացա։ Ինչև ես իմը կսեմ քոնը։ Ոսը կրևանում էլի նայելի։ Խիա կռվան։ Խաղա, բանի հետ, ֆանարի։ Հա, դրա համար են կռվան։ Աղջիկեք ջան, լվացվի ու նայեք արդյունքը, մի հատ փայլին ուշադրություն դարձրեք սպիտակությանը, ջահելացա 10 տարով, 1000 հատ ընտիր թանգանոց դիմակներ արժե ամեն ինչ, ընդամենը 1 ձու, 2 ճաշի գդալ կաթ և 2 թեյ գդալ կրախմալ,
կուկուրուզի։ Ну, եթե կուկուրուզ չունեք, կարող եք կարտոֆիլի ավելացնել, կարևորը լինի կրախմալ։ Տեսեք արդյոք։ Հələ նայեք։ Գոլատկի, սիրուն, սպիտակ։ Թարմացա, հիմա դիմահարդարվում եմ ու անցնում ենք գործի։ Ահա եւ վերջ աղջիկներս, այս էլ դիմակից հետո դիմահարդարվում ենք, մի հատ տեսեք կրեմը ինչպես է նստում, դեմքը ինչպես է փայլում, անպայման կփորձեք, վստահ եմ շատ կհավանեիք, մեկնաբանությունների բաժնում կկիսվեք, եթե այս տեսանյութը ավելի շատ դիտում հավաքեց, հա, ավելի շատ հավանումներ դրեցիք, մեկնաբանություններ դրեցիք, գրեցիք, եթե գրելու բաներ չունեք, կարող եք ուղղակի սրտիկներ ուղարկել, որպեսզի ես հասկանամ, շարունակեմ իմ այս տնական միջոցներով, դիմակներով, թե մազերի հետ կապված, թե դեմքի հետ կապված, ձեր հետ կիսվեմ։ Եթե մնացած տեսանյութերից տարբերվեց, մեկնաբանություններից տարբերվեց եւ հավանություններից տարբերվեց այս տեսանյութը, ապա շարունակական կլինի, եթե ոչ, բնականաբար ես ինքս միայն կանեմ ինձ համար, քանի որ արդեն կտեսնեմ ձեր ակտիվությունը, ուզում եք կկիսվեմ, չեք ուզում, չեմ կիսվի։ Ով ինձ սկսել է ամենասկզբից հետևել, իմ տեսանյութերը տեսել է, իմ դիմակներից օգտվել են, շատ գոհ են մնացել, լիքը հավանումներ եմ ստացել, ուղղակի կոնտեկտը փոխվելու ընթացքում այդ բաղադրատոմսներն ու դիմակներն ամբողջը ուզալիտ է արել, բայց շատ ափսոսում եմ, որ ջնջել են, հեռացրել են իմ էջից, որովհետև հենց իրենցով սկսվեց իմ հիմքը, այսպես YouTube-ում շարունակվեց, այսպես ասեմ, բայց հիմա արդեն նորից ես ինձ վերանայում եմ, վերադառնում եմ իմ հին ապրելակերպին, որով առանց դիմակների ես չէի կարող ուղղակի այն ժամանակ, բայց այսպես դադարեցի մոտավորապես քանի տարի, ну վլոգը էլի նախքան երիկից ծնվել էլի ես դիմակներ էի դնում, երիկից ծնվելուց հետո էլի դիմակներ էի դնում, դե վլոգներում արդեն ցույց էի տալի ձեզ, բայց հիմա կարելի ասել 5-6 տարի եմ ես ոչինչ չեմ անում։ 5-6 տարի է ես դիմակներ չեմ դրել, ուղղակի դիմակներ դրել եմ շատ, այսպես ամիսը 1 անգամ կամ ամիսը 2 անգամ, բայց ոչ կանոնավոր, շաբաթվա մեջ գոնե 1 անգամ հարկավոր է տնական դիմակ դնել։ Ну խանութի էլ, եթե տնականը չեք սիրում, չեք օգտվում։ Նած իմ դիմակներում ոչ մի վտանգավոր բան չկա, որ ասեմ ռեակցիա կտա, դեմքը կվարի կամ դուս կտա եւ այլն։ Իմ դիմակները շատ պարզ բաղադրիչներ են ու շատ օգտակար։ Շատ չխոսեմ սիրուններս, ակտիվ կեղնեք, կտեսնեմ, եթե շատ ակտիվ եք, սիրուն մեկնաբանություններ եք գրում, կշարունակեմ, եթե ոչ։ Աղջիկներս դրսից այս գեղեցիկ վարդերը տուն եմ բերել եւ անցել եմ թխվածքաբլիթներ եմ պատրաստում, համ մեզ համար, համ համի աշխարհի համար։ Հələ նայեք, ծապացեմ, տեսնեմ պատրաստ է թե չէ։